լավ զրակ ունենա միլիոնավոր դիտումներ։ Իսկ այսօր արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը առաջարկ արեց Ռոբերտ Քոչարյանին, որ նա ինքը, եթե այդպես կամենում է, թող փորձի զրալ։ Այս մասով որևէ մեկնաբանություն կարող եք անել։ Ես կարծում եմ վարչապետի առաջարկած գաղափարը Ռոբերտ Քոչարյանը բխում է հենց իր արտասանածից, մարդը բան է ասել ու նրան այդ առաջարկը վարչապետի կողմից հենց այնա, որ էմպիրիկ եղանակով թող պարոն Քոչարյանը փորձի ապացուցել իր ասածների ճշմարտացիությունը, թեև ես նույնպես համակարծիք եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, իմ կարծիքով էլ եթե Ռոբերտ Քոչարյանը օրինակ մի 5 րոպե շարունակությամբ էշի պես զռա, միևնույնն է նրա դիտումները չեն գերազանցի իր սովորական դիտումները։ Պարոն Ալեքսանյան, կներեք, բայց այս քաղաքական բանավեճը ԵԽԽՎ-ի հայտնի զգուշացումից հետո ինչ մակարդակի է հասցվել, էշի պես զռալ, քարաքոսը միրգ է, թե բան, ինչ էր ասել, չէ՞, կենթանի, սուջուխ կերեք, պերաշկի կերեք, Իսպանիայի մայրաքաղաքը որն է, սա ինչ բանավեճ է։ Պարոն Կիրակոսյան ջան, ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Պարոն Կիրակոսյան, նորից եմ ասում, ինչպիսին ընդդիմությունն է, այդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին օրինակ ինտելեկտուալ, լինեին կառուցողական կամ թեկուզ ոչ կառուցողական, ապակառուցողական, բայց այնուամենայնիվ լինեին նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ, խոսային ինչ-որ կարևոր բաներից։ Այն մեկը վերակացել, ասում է, ես ուժեղ եմ, ինչ-որ արհեստական բանականությամբ ռոբոտային վիդեոներ է սարքում, որտեղ ինքը երկու բառ հայերեն կամ ռուսերեն կամ աշխարհի որևէ լեզվով երկու բառ իրար կապել չի կարողանում, արհեստական բանականությամբ վիդեոներ է սարքում, ասում է, մենք ուժեղ ենք, դուք թույլ եք, դե մենք ուզում ենք հասկանանք, այդ ինչով են ուժեղ, ինչով են թույլ։ Այս մեկը ասում է, եթե էշի պես զռան, մենք ասում ենք, դե զռացեք։ Հիմա ինչ եք առաջարկում։ Ինչ պետք է անենք օրինակ։ Բայց ընդհանրական ասած, դուք ինչ եք ձեր վրա վերցրել։ Բայց ում վրա ենք վերցնում։ Մենք մեր վրա չենք վերցնում։ Մենք իր վրա ենք։ Բա վարչապետը նաև ընդհանուր քաղաքական դաշտի համար որոշակի պատասխանատվություն ունի, եթե քաղաքական դաշտի ակտորներից մեկը նման առաջարկ կա։ Հարգելի Ռուզաննա, ես ասում եմ, եթե քաղաքական դաշտի ակտորներից մեկը նմանատիպ առաջարկ կա անում, վարչապետն ասում է, դե եթե այդպես քաղաքական դաշտին ընդհանուր առաջարկ եք անում, մի հատ ստուգենք, մի հատ զռացեք, հարգելի Ռոբերտ Քոչարյան, տեսնենք, այդ ձեր ասածը ապացուցվում է թե չէ։ Հիմա հարցը մնում է այդ, խնդրում եմ հաջորդ անգամ երբ առիթ լինի, հարցնեք պատրաստվում է զռալ Ռոբերտ Քոչարյանը էշի պես, թե չի պատրաստվում զռալ։ Շարունակելով գործընկերոջս հարցը, թույլ տվեք վերարտադրել համատեքստը, որի շրջանակներն են Ռոբերտ Քոչարյանը այդ դիտարկումն արել է։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, պարոն Ալեքսանյան, որ դուք ձեր պերաշկի ուտելով, կուկուռուզ ուտելով եւ այլ մթերքներ ուտել ցուցադրելով անլրջացնում եք ընդհանրապես քաղաքական դաշտը, քաղաքական բանավեճը եւ ընտրական գործընթացը առաջիկան սպասվելիք ընդհանրապես եւ այդ համատեքստում են արած էշի պես զռալու եւ Դե շատ լավ, հիմա պարոն Քոչարյանը շատ ազատ ընտրություն ունի, կարա մեր կերած պերաշկիների ու կամ կուկուռուզների մասին խոսալու փոխարեն խոսի այն փողերի 200 միլիոն դոլարի մասին, որը ըստ դատախազության մեղադրանքի ինքն է կերել։ Կարա մեր կերած պերաշկու մասին խոսա, կարա ըստ մեղադրանքի իր կերած 200 միլիոնի մասին խոսա ու դրանով իսկ բավականաչափ լրջացնի քաղաքական խոսակցություն ու քաղաքական դիսկուրս։ Փոխեց եւ 4 միլիարդից վերադարձավ 200։ Բայց կներեք, հարգելի պարոն Կիրակոսյան, 4 միլիարդը դա, ինչքան ես եմ հասկանում, եղել է շատ տարածված մամուլում հրապարակումների տեսքով, այս մեկի տեսքով, այն մեկի տեսքով։ Փաշինյանի ելույթների։ Այո, բայց այնուամենայնիվ տարի չկարողացա կապացուցել։ Պարոն Կիրակոսյան, այնուամենայնիվ թույլ տվեք ասել 200 միլիոն դոլարը ինչքան է, էլի 200 միլիոն դոլարը, եթե ես չեմ սխալվում, 200 միլիոն դոլարը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյայի մի 5000 տարվա աշխատավարձն է։ 5000 տարվա, տասնյակ հազարների ամիսների կամ 5000 տարվա աշխատավարձն է, 200 միլիոն դոլար, 200 միլիոն դոլարը դա չգիտեմ, մի 100 հատ դպրոց է Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղերում։ Դա 1, 2, 3 պաշտպանական ամրաշինական կառույց է, որոնք մենք կառուցում ենք։ 200 միլիոն դոլարը, դա չգիտեմ, դա ահռելի պարգևավճար է։ Հա, եթե պարգևավճարի վերածենք 200 միլիոն դոլարը, իդեպ էդ էլ է շատ հետաքրքիր միտք, որպես այդպեսին ենթադրում ես, օրինակ, եթե իմ տարեկան ստացած պարգևավճարի հետ համադրենք դա,
Երևի 10,000 տարի պիտի պատգամավոր լինեմ, որ այդքան պարգևավճար ստանամ։ Հա, ահագին պարգևավճար։ Պարոն Ալեքսյան, ամեն դեպքում չասեցիք, ինչու եք այդքան անլրջացնում։ Ամեն օր երկրի վարչապետը կարող է նստել, ուտել եւ ցուցադրել եղի ջոջո, փիփերթով ջար, պերաշկի, կարտոֆիլ։ Այսինքն այս երկու մենակ ուտելուց այն կոմ բան չկա։ Հարգելի Ռուզաննա, ես իհարկե հասկանում եմ, որ օրինակ Ռոբերտ Քոչյանը, միանշանակ, չէ, դե կոնտեքստի մեջ եք տալիս հարցը, կոնտեքստ, հիմա, չէ, մի վարքյան, էլի, հազար ներողություն։ Առհասարակ կյանքը տենց է, մարդը պետքա սնվի։ Առհասարակ ոչ մի վատ բան չեմ տեսնում Սիբեխով աղցան ուտելու մեջ, ձեզ էլ եմ խորհուրդ տալի, առողջ սնունդա, շատ բջջանյութեր է պարունակում, իր մեջ առողջարար է, կերեք Սիբեխով աղցան, բայց հասկանում եք այդ մարդը, ով որ այդ մեղադրանքը հնչեցնում է, ինքը ինչով էր զբաղվում։ Այդ մարդը հանրայնացնում էր այն, որ ինքը գնացել է Տանզանիա, միլիոններ է ծախսել, խեղճ ու անպաշտպան վայրի բնության մեջ առյուծ է սպանել, նստել էր այդ սատկած առյուծի վրա ու ինքը այդ նկարներն էր հանրայնացնում։ Այդ է տարբերությունը։ Քան որ պարոն Ալեքսանյանը չի կարող Քոչարյանին որևէ կերպ վերագրել։ Պարոն Ալեքսանյան, հարցը հետևյալն է։ Հայաստանի վարչապետը, երբ որ այդ բուսատեսակներով ճաշերն ու աղցանները ուտում են, բոլորն էլ ուտում են, կարծում եմ չկա մարդ, որ այս սեզոնին օրինակ Սիբեխ չուտի։ Կա, ես ճանաչում եմ, բայց իրանց էլ եմ խորհուրդ եմ տալիս ուտել։ Հիմա դա հանրայնացնելու նպատակը ո՞րն է, ինչ եք ուզում դրանով ասել մարդկանց։ Ուղղակի, ես այդտեղ ինչ-որ խնդիր չեմ տեսնում դա հանրայնացնել։ Չհասկանում եք, ես չեմ հասկանում դուք ինչու եք դրա մեջ խնդիր տեսնում։ Հետո վարչապետից այլ ակնկալիքներ ունի հայ հանրությունը։ Շատ լավ, Ժողովուրդ ջան, հայ հանրությունը ինչ ակնկալիք որ ունի վարչապետից, նա այդ ակնկալիքները ձևակերպում է գնալով քվեարկության ու այդ քվեարկությունը ամրապնդելով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը կենդանի մարդ է, ով ժողովրդի հետ ուղիղ եւ անմիջական կապի մեջ է։ Ուղիղ եւ անմիջական կապի մեջ կարելի է մի օր, չգիտեմ, սպորտով զբաղվել, օրինակ հեծանվա սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպի հանրայնացման տեսանկյունից, կարելի է խոսել ուտելիքի մասին, կարելի է նաև եթերում պերաշկի ուտել ու դրա մեջ ինչ-որ աշխարհացույց ու վատ բան չկա։ Հիմա օրինակ իր խնդիրները լուծել է, թե օրինակ հայ դալեքին TikTok-ում գերազանցել է։ Հայ դալեքը իդեպ լավ բլոգ է, չգիտեմ ինչ-որ մեկին կհաջողվի քաղաքական գործիչներից։ Դուք այսպեսով ուզում եք ցույց տալ, որ վարչապետը եւ դուք մեկն եք հասարակ ժողովրդից, այսպեսի հասարակ կենցաղավարություն եք վարում եւ պիտի բայց դա իրականությունն է։ Այսպես ասած։ Չկներեք, հիմա դա իր։ Եվ գնա եւ ձեզ ընտրի։ Հիմա դա փաստացի կենցաղավարություն եք։ Այստեղ ցուցադրելու մասին չի, մենք մեր կենցաղավարությունն ենք ցույց տալիս, որպես այդպեսին, այդ կենցաղավարությունը ինչքանով է նման ժողովրդին, ինչքանով է տարբեր ժողովրդից, դա թող ժողովուրդը գնահատի։ Բայց դա է իրականությունը, հիմա ինչ անենք, ասեք։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, ձեր ընդդիմախոսներն ասում են, եթե դուք էլ այդպես ուժեղ եք, նորից կրկնեք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, կամ ասեք Արցախ, եթե աշխարհագրությունից լավ եք, ասեք Արցախի մայրաքաղաքը որն է, ինչպես կարձականքեք։ Ինչն է որը, կներեք։ Արցախի մայրաքաղաքը։ Դա մոտավորապես նկատի ունեն այնտեղը, որտեղ իրանց պրոտեժեները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը։ Չէ, թե նկատի ունեն, մենք այնքան, կներեք, դրա համար ինչ-որ հատկապես մեծ ուժ պետք չի դա գոռալու համար։ Այ հատկապես մեծ ուժ պետք է դա գոռալուց հետո դրա պատասխանատվությունը կրելու համար։ Մենք կրել ենք դրա պատասխանատվություն։ Այն ինչը որ կա, այն ամեն ինչը ինչ որ տեղի ունեցավ ու այն ամեն ինչը ուրիշ բան, որ այդ հիմա գոռացողները, այ օրինակ դուք Տաշիր գրուպի մեդիա ներկայացուցիչն եք որպես այդպիսին, տեսեք հիմա շատ հեշտ է, չէ՞, գոռալը, այդ ձեր ասած օրինակ Արցախը Հայաստանը եւ վերջ, շատ հեշտ է։ Հիմա ես վստահ եմ օրինակ Կարապետյանների գերդաստանը պատրաստ է դա գոռալ։ Ես կներեք, ես վստահ եմ, որ Կարապետյանների գերդաստանը պատրաստ է դա գոռալ, բայց հազար ներողություն դրա պատասխանատվությունը ով է քաշելու, երբ որ Սամվել Կարապետյանի ու իր եղբոր 4 որդիները 4-ն էլ շատ տարակուսելի հանգամանքներով ազատված են բանակից, ով է քաշելու դրա հանգամանքները։ Չէ, կներեք, մի վարքյան, Նիկոլ Փաշինյան, մի վարքյան,
Նիկոլ Փաշինյանը բանակից ազատվել է, քանի որ իր 3 եղբայր են իրենք, 2 եղբայրը ծառայել են, օրենքով սահմանված կարգով ինքը ազատվել է։ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայել է Երևանից մաքսիմալ հեռավորության վրա։ Նիկոլ Փաշինյանի որդին կամավոր մասնակցել է պատերազմին, որտեղ էին Կարապետյանների 4 որդիները, ինչի 4-ից ոչ մեկ չի ծառայել, ինչի 4-ից ոչ մեկ չի ծառայել բանակում, ինչի 4-ից ոչ մեկ որևիցե մասնակցություն չի ունեցել։ Պարզ ենք, Նարեկ Կարապետյանին ասում ենք, արի մի հատ բուժզննություն անցի, տեսնենք այդ քո տեղեկանքը կեղծ է, որով ազատվել ես, թե չէ։ Մարդը ասում է, չէ։ Օրենքի կարգավորում չկա, որ իր կամքին Չէ, չկա։ Ուժեղ չեք, ձեր ասած խոսքերը եք, որ աշխարհագրությունից Ես այնքան ուժեղ եմ, որ ձեր մեծեի սեփականատեր Նարեկ Կարապետյանը կամ ինքնա կամ իր ընկերը, այս երևի կլինի արդեն 2 ամիս կամ 3 ամիս, փախած է ման գալիս են բանից հետո, երբ որ ես իրան բանավեճ եմ կանչել, փախած, գնացել չգիտեմ ինչի տակ է մտել, որպեսզի այդ բանավեճին չգա, գնացել է AI-ներով ինչ-որ վիդեոն, չգիտեմ ինչի տակ, այդ իրան հարցրեք, ինչի տակ է սովորաբար ելնում Նարեկ Կարապետյան, ասեք թող դրա տակից դուրս գա իմ հետ բանավեճի, եթե այդքան ուժեղ տղա է, բայց վստահ եմ, որ չի գա, որտեղ վախեցած է ու վախկոտ է, բայց դրա փոխարեն AI-ներով ինչ-որ վիդեոներ են սարքում, կեղտոտ, ամենակեղտոտ բովանդակությամբ, ինչի համար տենց չգիտեմ, էլի, հասարակական չհասնում։ Խաղաղության ու պատերազմի դիսկուսին անդրադառնանք, Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարում է, որ դուք խաղաղության ամենամեծ սպառնալիքն եք, եւ հիմա էլ շանտաժի եք ենթարկում մարդկանց, այդ պատերազմի խոսույթով վախեցնում եք։ Կներեք, էլի 1000 ներողություն, այդ որ ասում են շանտաժ է, ինչն է սխալ մեր ասած։ Բոլորը, ինքը, Կարապետյանները, ով կա, Սերժի Թաթոյանը, Սերժը, ելով կար այդ բանից, Ծառուկյանը իր Դոնբասյան, Անդրանիկ Թևանյանով ու մնացածով, ինչ են ասում են, այս խաղաղության համաձայնագիրը պետք է ռևիզիայի ենթարկվի, այդ բանը Կարապետյանների, չգիտեմ ինչից ուժեղները, ուրիշ բան են ընդհանրապես ասում, ֆանտաստիկ մտահղացման են հասել, ասում է բան պետք է արվի, թրիփի համար պետք է ամերիկյան ներդրումներով կառուցվելիք, ամերիկյան երաշխավորությամբ կառուցվելիք թրիփի համար պետք է բերվի Չինաստանից եւ Ռուսաստանից երաշխավորություն անվտանգային, ինչ իրանց ենթադրում է թրիփի առհասարակ չեղարկում։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի է, ոնց են իրանք պատկերացնում, որ ինչ-որ մի օր, ասենք ենթադրենք մի հրաշքով իրանք ձայն են հավաքել, այդ ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նախատեսում են անելու, Քոչարյանը գնացել է Թրամփի հետ հանդիպմանը հիմա ու Թրամփին ասում է, պարոն Թրամփ, մենք սենց մոտեցում ունենք, որ պետքա չինացիները ու ռուսները գան հայ-ամերիկյան թրիփին կանգնեն երաշխավոր, ասենք քանի վայրկյան հետո այդ խոսակցությունը կավարտվի ու ինչով կավարտվի այդ խոսակցությունը որպես այդպեսին։ Կամ այս որ ասում են Արարատը մերն է։ Ես հասկանում եմ հուզական առումով դա հաճելի է լսել մեր քաղաքացիներին, պատմական առումով, հուզական առումով, էմոցիոնալ կապի առումով, ցանկացած առումով։ Երբ որ դա գրում է ինչ-որ մի պոետ, դա ուրիշ բան է, երբ որ դա գրում է երգահան, դա ուրիշ բան է, երբ որ դա ասում է ինչ-որ մի ասմունքով, դա ուրիշ բան է, բայց երբ որ դա ասում է քաղաքական գործիչով հավակնում է երկրի ղեկավարության, դա ուղիղ իմաստով նշանակում է դա նշանակում դա մի վարքյան էլի, դա չէ, տենց չի ասում, ուղիղ տեքստով ասում է Արարատը մերն է։ Չէ, կներեք, մի վարքյան, չէ, ասում է ուղիղ տեքստով Արարատը մերն է։ Դա, երբ որ նորից եմ ասում, երբ որ ասում եմ, դա երբ որ ասում է պոետը կամ երգահանը, դա ուրիշ բան է, բայց երբ որ ասում է դա քաղաքական իշխանության հավակնող գործիչը, դա տարածքային ուղիղ պահանջ է։ Թուրքիայից, այս դեպքում ՆԱՏՕ-ի երկրորդ բանակից։ 30 տարի ինչի չէին բայց ծրագրում նման բան չկա։ Ով է ասում, որ չէին հարձակվում։ 30 տարի սահման 30 տարի Արարատ ազատագրի չէ, իրանք չեն փորձելու Արարատ ազատագրել։ Բայց դրանք ասում են, որ դա մեր պատմությունն է, չենք մոռանալ։ Չէ, մի վարքյան, Նարեկ ջան, իրանք չեն փորձելու դա ազատագրել։ Իրանք փորձել են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու իրանք ստանալու են ուրիշ ուղղությամբ պատերազմ, որի ժամանակ էլ բնականաբար ստանալու են ամբողջական հակառակորդ կողմը ստանալու ամբողջական աջակցություն նույն Թուրքիայից, ստանալու ամբողջական աջակցություն այլ երկրներից։ Այդ ալները որպես Շարունակելով այդպես։ պատերազմի թեման, պարոն Ալեքսանյան, Ռոբերտ Քոչարյանն այդ ոդքասթում ասում է նաև, որ եթե 21 թվականին իրենք ընտրվեին, ապա Արցախը չէր դատարկվի, քանի որ իրենք 2022 թվականի Պրահայի այդ անհեթեթ հայտարարությունը չէին ստորագրել։ Իրանք ընտրվել էին 21-ից հետո։ Արցախահայերի Արցախ վերադարձի ծրագրի մասին էր խոսում պարոն Գարնան։ Հազար ներողություն, բայց ինչպես է պատկերացնում։ Հազար ներողություն, բայց Լեռնային Ղարաբաղը դատարկվել է հայերից այն ժամանակ, երբ որ իրանք ընտրվել են Լեռնային Ղարաբաղում իշխանության։ Երբ որ իրանց կոնգլոմերատը, այդ քրյա օլիգարխիկ չգիտեմ ինչերի Լեռնային Ղարաբաղում անցել է իշխանության։
դա այդ ժամանակա տեղի ունեցել։ Հիշում եք ինչ, հենց այս ֆոյեում, եթե չեմ սխալվում, հիշում եք ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները, Հայկ Մամիջանյան եւ այլն, այո, կեցե, վերջապես մեզ հաջողվեց Ղարաբաղում, կհաջողվի նաեւ Հայաստանում, հեսա կտեսնեք 1-2 օրից ինչ փոփոխություններ են լինելու, հեսա կտեսնեք եւ այլն եւ այլն եւ այլն, այսպես շանոք, հիշում եք, մարդիկ ցնծում էին, քանի որ հաջողել էին։ Ինչ եղավ արդյունքում տեսնում ենք։ Հիմա ուզում են կներեք, հիմա ուզում են նույն բանը անեն Հայաստանում։ Նույն բանը 1-ից 1։ Լեռնային Ղարաբաղում ինչ հայտարարություններ արել են միջև իշխանությունը զավթել է Լեռնային Ղարաբաղում, ոնց արել են, նույն ամեն ինչը, նույն տեքստերը ասում են այստեղ։ Դուք հավատում եք, որ եթե 2021 թվականին Հայաստան Դաշնուկը ստանձներ երկրի կառավարումը, այդ կարգավիճակում մենոր Ղարաբաղը չէր դատարկվի, Բայց ստեղ ինչ-որ գուշակություններ անել, ստեղ ինչ-որ, բայց իրանք խոսանում են, թե ասում իրանք չեն խոսանում, հա, կպնել է խոսանում, բայց իրանք չեն խոսանում, ես չիրանք չեն խոսանում, մի ասեք իրանք չեն խոսանում, բայց ես հա, հիմա ձեր ասեմ, ստեղ գուշակություն անելու կարիք չկա, պետք է ուղղակի նայել Դաշնակցության 004 հայտնի շրջաբերական, ամենտեղ, որտեղ ուզում եք, ամենտեղ, հա, ամենտեղ հրապարակված է, մամուլում հրապարակված է առնվազն, բոլոր մամուլներում հրապարակված է, ես եթե չեմ սխալվում, բոլորում հրապարակված է, որը մի քանի անգամ իրանք ընդունել են, որ կա, մի քանի անգամ հերքել են, մեծ հաշվով, այսպես ինչ-որ խառը բան են ասել, բայց ակնհայտ է, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Այդ ասում եմ, պետք է նայել կոնկրետ 004 շրջաբերական ինչ էին ասում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջում ավելի մեծ միավորի մեջ մտնել, լավ կլինի Ղարաբաղի հետ, այդ էր լինելու։ Այսինքն ոչ թե Ղարաբաղ էր լինելու, այլ Հայաստան չէր լինելու։ Բայց այստեղ մի կարևոր թեզ կա, էլի, այս Ղարաբաղի հետ կապված, քանի որ sense խոսակցությունները ակտիվացել է, փորձում են այս խոսակցությունները ոչ իրանց դեմքով sense բան անել։ Անդադ նետեն մեր դաշտ, հազար ներողություն, էլի, դուք նկատել եք իրանք որ սկսել են Ղարաբաղի մասին համարյա չխոսալ կամ շատ քիչ խոսալ։ Մարդասմա վերադարձ են կազմակերպելու, դուք ասում եք չեմ խոսում։ Չէ, ժողովուրդ ջան, մի վարքյան։ Ազգային ժողովի ամբիոնից, Հայաստան Դաշինքի падգամավորներից մեկը չէ, երկուսը չէ, երեքը գուցե 4-ը հայտարարել են, ասել են, առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստան։ Ճիշտ է, հիշում եք տենց արտահայտություններ, հիշում եք, մի վարքյան։ Հա, դե հիմա մի խոսքով, իրանց падգամավորներից հայտարարություններ եղել են նմանատիպ, ասել են, առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստան։ Հազար ներողություն, Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը իրանք ստորագրել են։ Անցել է դրանից 3 տարի համարյա։ Բա ինչ են եկել ստեղ Հայաստանում ընտրությունների մասնակցում, կրթության հարց խոսում, սոցիալական հարց խոսում, այս ինչի հարց խոսում, այն ինչի հարց խոսում։ Բա այդ ի՞նչ է, բայց ո՞նց է այս ամեն ինչ կատարվում։ Բա արդյոք սա չի նշանակում, որ կամ իրանք շատ վատ մանիպուլյացիա էին դիմում այն ժամանակ, կամ ուղղակի հիմա մարդկանց աչքին թոզ են փչում, այս թեման ուղղակի մի պահ սառեցրել են, որովհետև հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կիսում է այն տեսակետը, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել ու չպետք է շարունակել, ու հիմա կենտրոնացել են սոցիալական հարցերի վրա, տնտեսական հարցերից են ուզում խոսալ, այն դրոշներն էլ ուղղակի դեմները դրել են, որովհետև տենց էլի։ Արցախ վերադարձի, արցախցիների Արցախ վերադարձի օրակարգը, ռեալ օրակարգ եք համարում, թե նախընտրական։ Դա պատերազմի օրակարգ եմ համարում, ուղիղ պատերազմի օրակարգ է դա։ Ղարաբաղցիների վերադարձի հարցը դա ուղիղ պատերազմի, ուղիղ կոնֆլիկտի հարց է որպես այդպեսին։ Պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ հարցնել պարգևատրումների մասին։ Կան խոսակցություններ, որ ազգային ժողովի падգամավորները ստացել են պարգևատրումներ։ Արդյոք ստացել եք, կարող եք հրապարակել թիվը, եւ չեք համարում, որ ընտրություններին ընդառաջ պետք ծառայողների այդ պարգևատրումները այսպես նախընտրական կոնկրետ ուժին, իշխանությանը ձայներ տալու կամ ձայներ կոծելու համար են արվում։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ազատություն ռադիոկայանն է, չէ՞։ Ես ճիշտ ասած չեմ կարող այս պահին ասել, պիտի հայտարարագիրը կլրացնենք, կտեսնենք ամեն ինչը, այս պահին կոնկրետ թվերի չեմ տիրապետում որպես այդպեսին, բայց ես մի հատ հակադարձ հարց կուզենայի տալ ազատության ֆինանսավորման հետ կապված։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամերիկյան ֆինանսավորումը ազատությունում դադարել է ու նաև դրանով պայմանավորված ազատությունը սխալ են, շարունակվում է եւ ինչ։ Հա, ամերիկյան այսինքն այդ բանը ռուսաստանցի օլիգարխի
PR ակցիան, որ ազատությունը իրականացնում ամերիկացի հարկատուների փողերով, շատ հետաքրքիր է։ Պարոն Ալեքսանդրյան, Դա իմ տեսակետը չի, դա բացարձակ ճշմարտություն է։ Այո, ապացուցեմ։ Նայեք ձեր պատրաստած ռեպորտաժը, Ձեր անձնական կարծիքն է, ես փաստեր եմ պարոն։ ասում եմ փաստ, որպես այդպեսին, բացեք ձեր պատրաստած ռեպորտաժը Տաշիր Սամոյի նախընտրական բարեգործության մասին, նայեք ինձ թվում է, որ ցանկացած մարդ, ով ծանոթ է ազատությանը, ով հետևել է ազատությանը, ով ազատությանը համարել է ժողովրդավարական, օրենքի գերակայության, իրավունքի գերակայության, արկայծող աստղ, եթե կուզեք հայկական լրատվական դաշտում, ու նայում է, թե ոնց է ազատությունը, ինչ ասեմ, Սերժի Վախտերի հանրային հեռուստաընկերության պես արդարացնում Տաշիր Սամոյի նախընտրական բարեգործությունը, ինչ սոուսով է ներկայացնում, ոնց է իրենց նարատիվները ներկայացնում, ես վստահ եմ, որ իմ հետ համակարգում Կողմից քննադատությունը մեզ համար նորություն չի, շնորհակալություն ձեր անձնական կարծիքի համար։ Բայց ամեն դեպքում հարցի ենթատեքստը հետևյալն է, արդյոք այս պահին նման մեծ պարգևավճարները, պարոն Ալեքսանյան, ես ավելի կոշտ ձևակերպեմ, հարգելի գործընկերներ, ես ձեզ սիրելի քաղաքացիներ եւ հարգելի գործընկերներ, ես ձեզ կարող եմ ասել, որ ազգային ժողովի падգամավորները միջինում վարձատրվում են այնքան, ինչքան վարձատրվում են ընդդիմադիր լրագրողները ընտրության սեզոնին, ցավոք իհարկե ուզում եք ասեք ձեր մեդիայում լրագրողները 300,000 դրամ են ստանում, դուրջ եք ասում, ձեզ թվում ենք իրոք տեղյակ չենք թվերից, որոնք որ ստանում են լրագրողներ։ Բայց վատ իմաստով չեմ ասում։ Բա այդ գումար, բա լրագրողների ստացած գումար, չէ, իհարկե միանշանակ մենք դրա համար ունենք բացարձակ թափանցիկություն, բացարձակ։ Ամեն ինչի մասին էլ հայտարարվում է մշտապես, երբևէ չի եղել, որ ինչ-որ բանի մասին դուք չիմանաք, երբևէ։ Բոլորս պարտաճանաչ լրացնում ենք մեր հայտարարագրերը։ Ասում եմ, այս պահին ուղղակի չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, կար անթուփ միջև իմ բանկը ուրիշ լինի, բան լինի, ստացած էլ չլինեմ, որպես այդպեսին, բայց ես նորից եմ ասում։ Չէ, տենց չէ։ Հա։ Չէ, այս պահին ասում եմ, կարող է չեմ ստացել նույնիսկ, հարգելի գործընկերներ, այդ բանկի բանի տարբերությունը։ բանկինգ օնլայն բացեք, Ինչ, բայց ինչ գիտեք ինչքան ենք ստացել կամ ստացել ենք կամ չենք ստացել։ Ժողովուրդ ջան, հազար ներողություն, սիրելի գործընկերներ։ Ես որից 620 քանի հազար հոգու է դա նախատեսված։ Չէ, ասեք, բա, ասեք։ Կներեք, հարգելի Ազատություն ռադիոկայան։ Այդ տեսնում եք, հետո երբ որ ասում։ Չէ, մի վարքյան։ Ասում եք 4 միլիարդ, ասում եք 4 միլիարդ 600 միլիոն։ Քանի հազար կամ 100,000 հոգու համար է այդ գումարը։ ասեք Չէ, դուք ասեք։ Ինչի ես ասեմ, հրապարակի հրապարակ։ Թիվ չի հրապարակ։ Երբ չի հրապարակում, անցած անգամ չի հրապարակում։ Նախագծի մեջ չկա թե Շատ լավ, ես կարծում եմ դա պետքա ուղղել, շատ լավ էր իրար հետ պարզեցին, որ պետքա մարդիկ հասկանան, որ դա վերաբերվում է նախարարության, ասենք, կրտսեր մասնագետից սկսած բոլորին։ Այդ 4 միլիարդ 600 միլիոնը, որը իդեպ, որը կրտսերը ձեր չափ չի ստանալու, պարոն Ալեքսանյան, ասեք ձեր թիվը որպես ալամ աշխարհի ժողովրդավար իշխանության ներկայացուցիչ։ Արեգ ջան, ասում եմ հիմա որ դեռ չեմ ստացել, ինչ ասեմ։ Չեք ստացել։ Ես առաջարկում եմ, բայց ես իրականում այս բանը շատ լավ ընդունում եմ, համաձայն եմ, ես առաջարկում եմ, որ հանրային գործունեություն ծավալող ցանկացած մարդ մշտապես պետքա ունենա այս թափանցիկությունը, ու իմ ընկալմամբ մեր շատ սիրելի լրագրողներն էլ պետքա որդեգրեն այս թափանցիկությունը, որտեղ ինչքանով ես գիտեմ, ինչքանով ինձ է հասնում ինֆորմացիան, այս օրերին քեշով լրագրողներին վճարում են մոտավորապես ընդդիմադիր լրագրողներին 600,000 պլյուս դրամ աշխատավարձ, ինչը նույնն է ինչ падգամավորի աշխատավարձը, հարգելի գործընկերներ։ Ինչքանով ես գիտեմ, էլի ու քեշով գրանցվածը այլ թիվ է, քեշով գումարը այլ թիվ է որպես այդպեսին։ Գուցե սխալվում եմ, գուցե որոշակի սխալ կա, այնուամենայնիվ ինձ նմանատիպ ինֆորմացիա են ասել, ու ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, ու սիրելի քաղաքացիներ, այո, դրանից հետո լինում են դեպքեր, երբ որ падգամավորից ավելի բարձր հիմնականում քեշով ստացող լրագրողները գալիս են падգամավորին, ասում են դու ինչքան ես ստանում, ես ես անում, այն ես անում։ Լինում են նաև դեպքեր, կներեք ավարտեմ, պարոն Կիրակոսյան։ Հա, չէ, բայց մի վարքյան ավարտեմ, էլի կներեք, պարոն Կիրակոսյան, ավարտեմ։ Համաձայն եմ, իհարկե ոչ բոլորն են, օրինակ CVKM-ը, որին դուք ատում եք, ամեն ինչը գրանցված օրինական ձևով է ստանում։
բայց ձերը բա տենց է միջև հիմա չասեցիք է, ումա պատկանում ձեր լրատվականը։ Կներեք, հիմա որ գիտենք Civic-ը ԿՊԻ-ն է պատկանում եւ առավոտից 21 թվականի ստատուսները սկրին անում են, տարածում Դուք են 21 թվականի ստատուսներ չեք սկրին անում տարածում։ բայց ոչ կոնկրետ թիրախավորելու։ Այսինքն կներեք էլի մի րոպե, որ ասում եք թիրախավորել։ Այսինքն ի՞նչ է նշանակում թիրախավորել։ Ձեր գործընկերը անդադար։ Չէ, ինչու չենք ասում։ Գրած չէ մեր բանը։ Պիտի գրած լինի։ Գրած ամեն ինչը գրած է կներկայացնենք ձեզ։ Ես սիրով կներկայացնեմ ձեզ։ Ես անձամբ, չէ, ես հրապարակային կներկայացնեմ։ Հրապարակային։ Կուսակցության հաշվի Պարոն Ալեքսանյան, լավ։ Չէ, մի վարքյան, որ ասում եք թիրախավորում։ Այսինքն մարդը գրել է, որ բան, ինչ անունը, ու 680,000 քաղաքացիները ժեխ են։ Այդ ստատուսը մարդիկ վերցնում են, ասում են, այս մարդը գրել է հետևյալը, բառացի մեջբերում, առանց որակավորման, առանց պիտակի, առանց այս մեկի, առանց հավելյալ որևէ բանի։ Ուղղակի ասում են, այս ինչ մարդը ասել է 680,000 քաղաքացիները ժեխ են։ Դա անվան, մի ընդհատեք էլի։ Մի ընդհատեք, ժողովուրդ ջան, որտեղ խնդրեցի։ Պարոն Կիրակոսյան, 1000 անգամ խնդրում եմ, պատրաստ եմ 3 ժամ պատասխանեմ ձեր հարցերին, խնդրում եմ մի ընդհատեք, կլինի։ 680,000 քաղաքացիները մարդը գրել է ժեխա, լրատվականը ուղիղ խոսքը վերցրել, մեջբերել է։ Այս ինչ մարդը ասել է, որ 680,000 քաղաքացիները ժեխ են։ Հիմա դուք ասում եք, որ այդ ստատուսը վերցնելով, առանց փոփոխության, առանց ինչ-որ մոնտաժի, առանց սրա, առանց նրա դնելը ու հայտնելը, որ այս ինչ մարդը տենց բան է ասել, թիրախավորում է այդ մարդը։ Ալեքսանյան, կներեք, գուցե Մարդու հրապարակային հայտարարություն, հազար ներողություն կներեք էլ, Ժողովուրդ ջան, կներեք, բայց ես ներողություն ընդհանրապես ես կարծում որ ոչ լրատվականը, ոչ էլ ինչ-որ մեկը չպետք է ներողություն խնդրի նրա համար, որ կանգնել ու պաշտպանել է ու կամ ներկայացրել է, որ Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիներին չի կարելի վիրավորել, չի կարելի Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիների ասել ժեղ ու սպասել, որ դրանից հետո պետք է գան ճակատը պաչեն ու հերոսի կոչում տան։ Չէ, չեն տալու ու հերիք եղավ ու պետք է հարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում երկրորդ սորտ չեն, հազար ներողություն։ Հերիք եղավ, բոլ եղավ արդեն։ Պարոն Ալեքսանյան, իսկ իհարկե դատապարտելի է դա, որտեղ այդ 680,000-ի մեջ վստահ եմ շրջապատից են ինչ-որ մարդիկ մտնում, բայց բանախոսը պարոն Ալեքսանյանն է, թե Տիկին Մանուկյանը, հստակեցնենք, որ հարցը հնչեցնենք։ Դուք եք, այս պահին դուք եք, պարոն Կիրակոսյան։ Կարող եմ հարց տալ, դուք եք բանախոսը, շնորհակալություն։ Ես կխնդրեմ իդեպ Դուք եք բանախոսը, պարոն Ալեքսանյան, ձեր չեպազում։ Պարոն Կիրակոսյան, դե բայց իրոք դուք էլ մի քանի անգամ միջամտեցիք, դուք էլ մի քանի անգամ բան Սա արեցիք։ ձեր չեպազումից է։ Պարոն Կիրակոսյան, Եթե ձեր չեպազումից չէ, ես թողնեմ գնամ։ Պարոն Կիրակոսյան, դուք էլ մի քանի անգամ միջամտեցիք։ Պարոն Կիրակոսյան, Սա ձեր չեպազումից է։ Պարոն Կիրակոսյան, առնվազն այն հաշվի առնելով, թե քանի անգամ դուք էլ ընդհատեցիք, ինձ թվում է շատ ոչ գործընկերային էր ձեր կողմից, մյուս գործընկերոջ ընդհատումը այդքան բան։ Պարոն Ալեքսանյան, հիմա վերադառնալով գրառման, շնորհակալություն, որ վերադարձամ ձեր չեպազրույցի տրամաբանությանը։ Հիմա իհարկե դատապարտելի է ցանկացած հայի անկախ իր քաղաքական Հայաստանը եւ ընդհանրապես մարդու ինչ-որ մի բան ասել, այդ թվում նաեւ ժեղ, զոմբի եւ այլն։ Բայց երբ որ 4 տարի անց իր տունը կորցնելու ֆոնին հուզական գրառում արված ստատուսը 4 տարի լրիվ այլ իրավիճակում է հանվում եւ ներկայացում, դա ինչքանով է արդարացվում։ Նախ թույլ տվեք ասել, որ ես որքան նայել եմ այդ հրապարակումը, այնտեղ կոնկրետ մի հրապարակում չի։ Այնտեղ սենց սիստեմատիկ տարբեր տարիների, այս 4-5 տարվա ընթացքում տարբեր տարիներին դուք միջև հասարակ փողոցում ճեպազրույց տված կնոջ սկրինը արած, այդ կնոջ նկարը վերցրած, այդ նույն կնոջ էջում դրած ու նրան խոտակեր է անվանել այդ կինը քաղաքական հայացքի համար։ Հիմա կներեք էլի այդ սիստեմատիկ այդ բոլորին բուլինգ անել, բոլորին վիրավորել, ժեղ ասել, անասուն ասել, խոտակեր ասել, այս ասել, այն ասել քաղաքական հայացքների համար, այդ ամեն ինչի հետ տենց օքեյ պետք է լինեն։ Այսինքն լրատվականը իրավունք չունի լուսաբանի, որ այս ինչ մարդը ատելությունը տարածում։ Ձեր նշած կինը ատելության քարոզիչ ակնհայտորեն։ Մարդը ուղղակի հասկանում եք փողոցում ինչ որ մի լրագրող մոտեցել է մի կնոջ տարիքն առած կնոջ հարցա տվել նայել պատասխանա տվել ընդամենը այդ կնոջ անցանքը պատասխան տալ այդ կինը վերցրել նկարը դրել է իր էջում գրել է խոտակեր անասուն վատ արել նույնիսկ բայց ինչ են անում
տեղեկացնում են, որ այդ մարդիկ բան են անում, այդ մարդկանց թիրախավորում։ Այսինքն եթե նա արելա, դուք էլ անեք, որ իրան ասեն։ Բայց չեն ասում իրանց։ Այսինքն ի՞նչ է նշանակում տեսել եք կոմենտներ։ Դուք ձեր կոմենտները տեսել եք։ Դուք ձեր ասենք Տաշիր գրուպի սարքած AI-ով վիդեոները տեսել եք։ Տեսել եք այդ ամեն ինչը։ Տեսել եք այն, որ ձեր փախած, չգիտեմ, ում ինչի տակ մտած Նարեկ Կարապետյանը, որ ինձնից բանավեճից թռածա մանգալի, տեսել եք ինչ վիդեոներ են սարքում։ Դուք ձեր լրատվականի կոմենտները տեսել եք։ Հիմա բացենք տենանք, եթե բայց ախ Արցախցու մասին չի կարելի ուղղակի կոմենտ գրել, ախ Արցախցու, ախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ջանդամ, թքած վրեքները, քաղաքացի, հարգելիս, քաղաքացիները հասարակ չեն լինում, ախ լինում են, հենց այստեղ էլ քաղաքացիները լինում են հասարակ ու լինում են կապույտ արյունով, որպեսզի ձեր Տաշիր գրուպի շեֆերն են, դա ձեր ընկալումն է։ Հայաստանի Հանրապետությունում չկան հասարակ ու հատուկ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հատուկ են ու կներեք այդ վերևից նայելը քաղաքացիների նկատմամբ այդ օլիգարխիկ կլանին բնորոշ այդ գիծը թարգեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այ հենց այդ ձև իրանց վերևից նայողներին հունիսի 7-ին պատասխան կտան։